Առաջադրել Վարույթ են առուցել, երևի եթե ուզեն մեղադրանք առաջադրել։ Սուրեն Պապիկյանը հարցադրում էր արել եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են ինչու Սամվել Կարապետյանի տղաները, եղբոր տղաները չեն ծառայել բանակում։ Դուք ունեք պատասխան, բան։ Իհարկե ունեմ, ես ասել եմ իմ տղաները, իմ եղբոր տղաները մի 100,000 անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո։ Դրա համար թող ինքը իր մասին մտածի, կյանքն էլ ցույց կտա, ով մասին պետք է մտածի։ Կներեք, բայց պարտադիր զինվորական ծառայությունը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով է, նախատեսված եւ եթե չկան ինչ-որ խոչընդոտներ։ Գիտեք, որ բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար էլ չեն ծառայել։ Ոչ մեկը անհարգելի պատճառով չի եղել։ Ինչ գիտությամբ են զբաղվել, հա? Գիտնականներ են։ Նարեկ ուսումնասիրի, լրագրող ես։ Դե ուսումնասիրելու բաններ նաև հարց տալն է եւ պատասխան ստանալը։ Հարց տալը դու գնա իրենց տու, որովհետեւ իրենք լավ գիտեն։ Հիմա ես ինչ էլ ասեմ, կլինի կողմնակալ պատասխան։ Դրա համար ես ասեցի Սուրեն Պապիկյանը սկի չի երազի։ Ինչքան բան են այդ տղաները արել Հայաստանի բանակի համար։ Ինչ են արել, գաղտնի պլանից կասեք։ Չի կարելի, Նարեկ, այդ հարցին չի կարելի։ Պարոն Կարապետյան, գաղտնի պլանից հարցնեմ, էլի դուք երբ եք նախատեսում դա իրագործել։ Շապերի արդյունքներ չի դեռ բերել Փաշինյանը։ Մամուլը գրում էր, որ հիշեցնի այդ հանդիպման ժամանակ արտահանման հարցում հաջողություն չի գրանցել Փաշինյանը, այսինքն հակառակ է ծնվում առանց մանրամասն բացատրելու։ Ինչ է կարծում, եթե կան պայմանավորվածություն, ինչի չի հանրայնացվում։ Ճիշտ ասած ես չգիտեմ, կա թե չկա։ Դրա համար հիմա ամեն օր մենք կզգանք, կա թե չկա։ Այսօր ես լսեցի, որ հերթական 3 միլիարդն են մսխում այդ հարցերը լուծելու համար։ Եթե լիներ պայմանավորվածություն, ինձ թվում է իրենք այդքան գումար չէին ծախսի աննպատակ։ Պարոն Կարապետյան, գաղտնի պլանի համար ինչ նախադրյալներ են պետք, որ դուք իրագործեք։ Տեսեք, ուզեմ սրա մասին խոսել։ Մեր գաղտնի պլաները երկար պլաներ են, քայլ-քայլ գնում ենք մեր գաղտնի պլաներով, քայլ-քայլ ցես ցույց ենք տալիս։ Հնարավոր է, որ սպասում ձեզ համար հարմար առիթ է Ռուսաստանի պատժամիջոցների խստացումը, որ սոցիալական բունտ լինի, ի՞նչն է ձեր հույսը։ Ի վերջո նախկինում էլ Ես արդեն հայտարարել եմ, որ ես դեմ եմ այդ պատժամիջոցներին ու իրոք անկեղծ եմ դեմ, դրա համար մեկ օր շուտ կանգնեցնելը դա շատ կարևոր է մեր երկրի համար ու մեր ժողովրդի համար։ Պարոն Կարապետյան, ՀԱԿ գլխավոր քարտուղարը պարզվում է պատրաստ է օգնել Նիկոլ Փաշինյանին, պայքարել եկեղեցու դեմ, նաև ձեր աջակիցների դեմ, ինչպես բացահայտել էին ռուս բրանկերները։ Ինչ կարծիք ունեք դուք այս հարցի վերաբերյալ, արդյոք սա միջամտության փորձ չէ։ Կարծիք ունեմ, որ իրենք արդեն 1 տարի օգնում են Փաշինյանին պայքարելու թե եկեղեցու դեմ, թե մեր դեմ, եւ նա փորձում է ամեն օր պայքարի։ Դուք թիմ ընտրություններին մասնակցելու պլաններ ունեք։ Հիմա իշխանությունը քննարկեց եւ ընդունեց օրենք, որ այն ուժերը, որոնք կոռուպցիայի մեջ են թաթախված եղել, չկարողանան քաղաքական գործընթացներին մասնակցել։ Մտավախություն չունեք, որ դա կտարածվի ուժեղ Հայաստանի վրա, պարոն Կարապետյան, եւ ինչպես եք դրա դեմ պայքարել։ Ուժեղ Հայաստանը, ես ասել եմ, չկա մեկ դեպք, չկա Նարեկ, մեկ դեպք։ Դա իրենք ինչ արել են, այդ զայնագրություններով շեղեցին մեր վրա։ Բայց սահմանադրական դատարանն էլ ցույց տվեց, որ այդպիսի բան չի եղել մեր ուժի կողմից։ Դրա համար դուք ուսումնասիրեք։ Այսինքն իրենք ամեն ինչ անում են ապօրինություններ։ Հետո մի քայլով շեղում են դա։ Այդ զայնագրությունները այդ շեղելն էր, որ իրենց արածները միլիարդ դոլարների հասնող ընտրակաշառքները շեղեցին մի քանի զայնագրություններով։ Պարոն Կարապետյան, ԲՀԿ-ից հայտնել էին մոտ 10,000 աշխատանք կորցրած աշխատակիցների մասին եւ Արարատ ցեմենտի աշխատակիցները այսօր փողոց են դուրս եկել։ Դրան զուգահեռ վարչապետը ստանացել էր աշխատանքը կորցնելով, հետևանքներ չունենալ նշացել է ձեր այդ քայլերը։ Ու քանի որ աչքի առաջ ունենք դեպքի է լինածը, ինչ է կարծում, ինչ կտանի այդ գործողությունը, ամենակարևորը հանդիպումը ինչպես է հանդիպում։ Իրենք շատ մեծ հաջողությամբ Հրազդան ցեմենտը ոչնչացրեցին, կարելի ասել, հիմա կոչնչացնեն Արարատ ցեմենտը, հետագայում այլ ցեմենտներ կոչնչացնեն, իրենք թշնամություն են անում Հայաստանի տնտեսության հետ, ամբողջությամբ ոչնչացնում տնտեսության դեմ։
ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը Հայաստանում։ Այդ 2 կոպեկները դուք այսօր լսեցիք, ես մի բան լսել եմ 150 տոննա լոլիկ են արտահանել այս մարդիկ։ Պատկերացնում եք ինչի մասին էր խոսքը, երբ օրը ամիսը 1000 տոննաներ էին արտահանում։ Այսինքն սրանք իրենց ստերով փորձում են արտարացնել իրենց ձախողումները։ Այլընտրանքային շուկաներ են ասում, ըստ իրենց դա այլընտրանքային շուկաներ գտնելու համար է, պարոն Կարապետյան, որ միակողմանի միայն մի երկրից կախվածություն չունենալ։ Չի ստացվում է։ Եթե այլընտրանքային շուկաների համար պետք է ծախսել ամբողջ Հայաստանի բյուջեն, իսկ այս տեմպերով իրենք դա անելու են։ Այսինքն ինչ են անում։ Մարդիկ գոնե, չգիտեմ ինչ կանեն, մի 200 դրամ ստանալու համար վարձում են մեքենաները, տանում են Վրաստան, միգուցե թափում են այնտեղ այդ ապրանքը, գալիս են, որ այդ 200 դրամը ստանան, տանեն իրենց վարկերի հարցը լուծեն։ Բայց դա բերելու է այդ ձեռնարկությունների փակվելուն ու արդեն ուսումնասիրեք ինչ կան ձեռնարկություններ արդեն փակվել։ Դա տեղեկություն է, թե ենթադրություն։ Դուք տեղեկություններ ունեք, որ այդ կերպ են վարվում։ Ես ենթադրում եմ, բայց իմ ենթադրությունները միշտ 90%-ով նման են։ Պաշտոնյան ասում պետականացվելու է, այսինքն այդմել ղեկավար կազմը փոխվելու աշխատատեղերը մնալու են, այսինքն Դե պետականացրել են, Հրազդան ցեմենտը պետականացրել են։ Բախի չեն աշխատացնում, մարդիկ 4-500 մարդ մնացել են առանց աշխատանքի։ Ով էր խանգարում իրենց։ Աշխատացնեն Հրազդան ցեմենտը։ Պարոն Կարապետյան, ես նավատակի մասով իվարկյան էլի, ես Պարոն Կարապետյան, տեսեք, դուք նախկինում եք